Եվ կազմել է մի անձի հոգի մատրիցը, ճակատագրի մենք տեսնում ենք, երբ որ նա ծնվել է 20-ին, սա ցեղն է նրա հոր, սա նրա մոր կողմի ցեղն է, մոկ քարտն է այստեղ դուրս եկել մեկը, 5 թվի հետ բավականին շատ մեծ կապ ունի, տեսնում ենք սա անձն է, տեսնում եք 5-երը, բավականին շատ են նրա մոտ 5-երը, տեսնում եք այստեղ նրա գումարներն են, այստեղ նրա սիրելին է, տեսնում եք անձը ամուսնացած է, ունի 2 երեխա եւ այստեղ հիվանդություններն են, սա կարմիկ փոցն է նրա 19-ն եւ 12։ Առաջինը քարտեզում որ տեսանք, դա Страшный Սուդներ անձը, ով ծնվել է 20-ին ամսի, ինքներդ եք տեսնում, սա ինչի մասին կարող է խոսել հոգեմատրիցայում։ Տերը այս ով ծնվել է ամսի 20-ին, բնութագիրը ունակ է բավականին մեծ նվաճումների, հասարակության, քաղաքական եւ մշակույթի մեջ։ Այսպիսի անձը առաջարկած բոլոր փոփոխությունները միշտ կարող են հանգեցնել բավական մեծ հաջողությունների եւ ազդել շատերի ճակատագրերի վրա։ Այսպիսի անձը արտնացման հետ էլ կապ ունի, ռոդից եկող բավականին հետաքրքիր ունակություններ, եթե փոքր ժամանակ նա քնած է եղել, հիմա հնարավոր է արտնացած լինի հեռավորության վրա, մարդկանց շատ լավ զգա, որովհետև Պլուտոնը, ով ծնվել է այս 20 թվա նշանի ներքո, ինձ դիմել է, ես բացատրում եմ, ասում եմ, որ քեզ մոտ նոր արտնացում է սկսել, դու կարող ես մարդկանց շատ լավ ճանաչել, դա սթրեսների կյանքի բերումով նկատմամբ։ Նայեք, այսպիսի անձը կարող էր մնալ քնի մեջ, որտեղ նրա ուժերն ու տաղանդները կարող եղել են քնած, բայց որոշակի նշանակալի իրադարձությունների շնորհիվ այս անձը կարող է արտնացել է հիմա եւ սկսել է իր մոտ զարգացման ինչ-որ մի շրջան, այստեղ իր մոտ կարող են իրադարձությունները արագորեն հաջորդեն մեկը մյուսին եւ կարճ ժամանակահատվածում այստեղ այսպիսի անձը կարող է բացահայտել իր տաղանդները եւ հասնել բավականին հաջողությունների։ Եթե մենք երկուսին գումարում ենք 0, դա Վերխովնե Ժրիցան է, ինչի մասին է խոսում կապը մոր հետ։ Տղա երեխային փոխանցվում է մորից, կապն էլ մոր հետ բավական ուժեղ է։ Մենք տեսնում ենք 25 տարեկանում նրա մոտ ակտիվացել է ցեղից եկող մոգի քարտը, սա ինչի մասին կարող է խոսել, հա, սա կարող է խոսել այնպիսի անձի մասին, որը կարող է լինել իսկական արարիչ, եւ երբեք ոչինչ ինքը չի ոչնչացնի, եթե պլյուսի մեջ է։ Այսպիսի մարդը կարող է տիրապետել նյութին եւ էներգիային, միավորելով դրանք եւ ոչնչից ստեղծելով ինչ-որ նոր բան։ Հասկանում եք, ունի բավականին լավ առաջնորդության ներուժ, որը իր մոտ արդեն ակտիվացել է 25 տարեկանում, որովհետեւ անձը 25 տարեկան չէ, 93 թվանշանակ ներողություն 25-ից բարձր է, 93 թվականը, եւ այստեղ մարդը ունի կառավարելու մեծ ուժ, լիդեր է, եւ այստեղ նրա սուր միտքը, հավակնությունը եւ էներգիան բացառայորեն կարող են ստիպել կախարդներին դառնալ առաջնորդ։ Այսպիսի մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչպես կազմակերպել մարդկանց մասին աշխատելու համար եւ մոտիվացնել նրանց իրենց նպատակներին հասնելու համար։ Այստեղ ժամանակի ընթացքում նման մարդիկ կարող է դառնային փորձառու եւ բավականին խստապահանջ առաջնորդներ։ Օրինակ, եթե մարդը մինուսի մեջ է օգտագործում իր կամ օգտագործել իր մեկ արկանան, ինչ կարող է լինի, հա, այստեղ կարող է ինքնավստահության պակաս ունենա, անձը իր հետ կարող է պատահի ամենավատ բաները, նա չպետք է մանիպուլյացիա անի, այս սրա համար է զգուշացնում, եւ ինքը այսպիսի մարդիկ դադարում են հավատալ իրենց սեփական ուժերին, կարողություններին։ Իրոք, որքան շատ են նրանք համոզում իրենց դրանում, այնքան
քիչ էներգիա կարող են ունենալ, այնքան քիչ հնարավորություններ է նրանց առաջարկում տիեզերքը։ Արդյունքում նրանք չեն կարողանում ավարտին հասցնել իրենց սկսածը, հրաժարվում են խորհուրդներից և մերժում են ցանկացած կառուցողական քննադատություն։ Ներկա պահին անձը ունի 7 թվանշան, նա պետք է տրանսֆորմացիայի ենթարկի և ընդհանուր ամփոփում նրա առողջականի հետ կապված։ Այս քարտն, որը խոսում է այն մասին, որ ինչ-որ դեպրեսիվ վիճակներում անձը կարող է հայտնվել անվճարական գործողությունների հետ մեկտեղ, կարող է նաև նրա մոտ զարգանալ հոգեբանական ինչ-որ խանգարում։ Եվ այստեղ մարդը պետք է փորձի թաքնվել խնդիրներից, պատրանքների աշխարհում, ավելի լավ է մարդը ռեալ նայի։ Այստեղ եթե տեսնում ենք մենք, որ փակ է այս անձի չակրան, այսինքն այն չակրան է փակ, որը որ Աստծո ծրագրի հետ կապ ունի, եւ դա կարող է մնալ չբացահայտված, առանց տեղի ունեցող ինչ-որ լիարժեք հասկանալու, այսպիսի անձը չի կարողանա իրականացնել իր երկրային նպատակը եւ զարգացնել իր տաղանդները։ Ինչը կարող է օրինակ խցանել այդ չակրան, պարզունակ ցանկությունների միգուցե նկատմամբ ստոր, տենչ, բռնության, կարող է լինել նաև մանիպուլյացիա, որովհետև շատ լավ ստացվում է 20 թվանշանի ներքո ծնվածների մոտ, մի մոռացեք 2 թիվ է, մանիպուլյացիաներ անել, ագահություն կարող է լինել, հպարտություն, այդ դրա շնորհիվ ինքը կարող է տուժվել եւ իրեն բլոկել։ Աստծո հանդեպ ստեղ հավատը կարող է փոխարինվի կույր երկրպագությամբ Աստծուն։ Պարզունակ ցանկությունների հետ կապված նաև Աստծո հանդեպ հավատը կարող է փոխարինվել կույր երկրպագությամբ։ Իսկ ինչպես անձը կարող է բացել այս չակրան։ Այս չակրան բացելու համար անձը պետք է փորձի այն հաստատումը, պետք է ասի, որ ես գիտեմ, որ Աստված գոյություն ունի եւ ես կապված եմ զգում ողջ արարչագործության հետ։ Ամեն օր ես գիտակցված որոշում եմ կայացնում լինել իմ խղճի հանդեպ մաքուր համաձայն Սուրբ Հոգու հոսքի մեջ։ Պետք է ասի, ես բարությամբ եմ վերաբերվում ուրիշներին եւ ապրում եմ իմ խղճի համաձայն։ Ես ներողություն եմ խնդրում ինքս ինձնից, եւ բոլոր այն մարդկանցից, ովքեր ապրել են առանց խղճի կամ կիրառել են բռնություն եւ մանիպուլյացիա։ Իսկ երբ կարող է չակրան այս ճիշտ գործել։ Ես բացատրում եմ, հետևորդին ով դիմել է ինձ, մարդ Աստված կապը, երբ տիեզերքի հետ ամուր է։ Այստեղ կարող է ի հայտ գալ սեփական նպատակ, ինչպես նաև աստվածային տիեզերքի էությամբ ըմբռնումը։ Այստեղ կյանքը կարող է անցկացնել ոչ այնքան նյութական զարգացման, որքան հոգևոր աճի մեջ, որովհետև 9 թվանշանը դա մեծ կապ ունի հոգևորի հետ, 7 թվանշանը մեծ կապ ունի հոգևորի հետ։ Իսկ նյութական բարիքների նկատմամբ վերաբերմունքը բնական է, պետք է հասկանա, որ թեթև է, այլ ոչ թե ծանրաբեռնի իր միտքը նյութականով, ցածր էներգիայով։ Այսքանը, եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել։ Պարզ, կոնկրետ